Ողջույն հարգելիներս, բարի գալուս նոր բլոգ, անչափ ուրախ եմ ձեզ տեսնել մեր մեծ ընտանիքում, շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների, հավանությունների համար, շատ շնորհակալ եմ հարգելիներս, բոլորիդ անչափ սիրում եմ, գնահատում եմ եւ ինչպես միշտ մեր բլոգը սկսում ենք առավոտ շուտ։ Եթե ես առավոտ շուտ վլոգ չեմ նկարահանում, կարելի ասել այդ ամբողջ օրը կորում է եւ ես ոչինչ չեմ անում։ Այդ իսկ պատճառով որոշեցի հենց այս պահից միանալ եւ անցնել գործի։ Դե ինչ հավաքում ենք ննջասենյակը եւ տեսնենք ինչպես այսօր մեր օրը սկսվում եւ վերջանում։ Բոլորիդ հիանալի օր եմ մաղթում, ամենակարևորը խաղաղություն եւ առողջություն։ Դե ինչ, անցանք առաջ։ Էլինա, ինչ ես անում կյան, կուկլան, ահա, խաղում ես կուկլայի հետ, ինչ է կուկլայի անունը, հլը բայս մի կուկլին երկում է, ձենը արդեն նստել է, իմ աղջիկեկն են, հլը սիրուն շորերը ուղի, սիրուն շորերը ուղի բալես, հա բալես, ահա, հա բալես, ինչա, հլասա շուն, հլասա շուն, շուն, ահա, մալադյեց, ապրես, իմ խելացի աղջիկ, ահա, մու, նայք ոնց է հավաքում, հա, ինչա, Цыпленок это. Ба ուրա իրա մաման, Մամա? Հա. Հեսա մաման, հեսա. Мама. Դուզա. Ահա, մալադյեց. Հաջորդը ուրա հաջորդը։ Հաջորդը։ Հա, հաջորդը։ Վանադոտը։ Ես ինչա։ Վանադալով։ Դինա։ Էտով է։ Դինա։ Մալադյեց։ Ադա Մե։ Ահա։ Ջան։ Ինչ անես։ Միաու։ Շուննա, բա խոզուր էլը խոզին ցույց տուր, խոզին։ Խոզուրա։ Օպրես։ Բա նապաստակը ուրա, նապաստակը։ Նապաստակ։ Ահա, լավ մաքրեցինք։ Աղջիկեք ջան, մեր խոզիկերն են բերել։ Քանի որ Գյորգին տանը մենակ է։ Հիմա անձրևել պետք է գա։ Ես Աննան Գյորգին կրում ենք։ Ահա։ Նես տնեմ, որ հանկարծ շոները չգցեն հեռախոսս ջարդել։ Չէ։
Աղջիկեք ջան, վերջացրեցինք, ուղիղ մի ժամվա ընթացքում 3-ով 2 տոն խոզերի կերը տեղավորեցինք։ Ես էլ տանենք հավերն ուտեն։ Ես է խոզերին նամս։ Շուշուտ տանենք, ես անձրևն է կգա։ Եղանակը մռայլը։ Այ հա, ուզում ագա, ուզում չգա, հա, հանգիստ վերջացրինք մենք մեր գործերը, ահա, կրելով տանենք վերջի վետրոներն է տնենք, վազերին, ահա, աղջիկեք ջան, կնանք լոգան կնթունենք ու նոր կոֆե խմենք, ես այրեխեքի քնելու ժամն էլա, հա, աղջիկներս եկեք միասին խաշ ուտելու, մեր խաշը արդեն պատրաստ է, նայեք ինչ սպիտակ, ընտիր, համեղ, սկեսուրս խաշա եփել։ Եփել եմ էլ տղեկ գործի գնացին, խաշը մնացնենք, մտածում ենք կարող է տուն ներելնի, բայց երևի մենք Հետո մենք իրիկունն ենք ուտում։ էդա, Ամբողջ օրը սպասել, խաշը օրենքով առավոտն են ուտում, բայց դե մենք արդեն սպասումով մնացինք, գիշերն ենք ուտում։ Իսկ այստեղ աղջիկներս մեր վիշնյայի փորն է, Ես նայեք, ինչ ընտիր է եղել։ Եկեք միասին համտեսենք։ Աղջիկներս անձրևային եղանակ է, գնում եմ նկուղից կարտոֆիլ հանելու, ամբողջ կարտոֆիլը տեղափոխել եմ նպուղ, ուզերը գոռում են, բայց խի, սոված են, գնացինք նկուղ, կարտոֆիլը հանի աղջիկեք ջան, գնում եմ մի հատ հավապուն, այսօր լավ անձրև է եկել, այս երկու օրվա մեջ արդեն այս ամբողջ խոտն է կհանեմ, թփերը, հա, սմբուկի, պղպեղները ինչ կա կհավաքեմ, մնացածը արդեն էլ ոչ պետք է ծաղկեն, ոչ մեծանան, արդեն ցրտում է։ Տերևները թափել ամբողջունեք, բայց շատ սիրուն ասենց։ Դրանք հավերն ինչ են անում, ձուն են, չունեն, ջուր կեր կա, թե չկա, ու գնանք, կեր ամբողջովին կերել են, լավ մաքրել են, ասեք դուրը փագեն, որ չփախնեն, թե չէ հետո շատ դժվարությամբ եմ իրանց բերում, 5 հատ ձու են ածել այսօր, ցորենը թեփով եմ տալիս, ջուր դեռ ունեն, առավոտ եմ ավլել մաքրել, բայց եմ հիմա չեմ ավլում, եկել առավոտ, ես ստեղ ջուրն է լսնեմ, 4 հատը վերցնում եմ, մեկը թողնը, որ իրենք տեսնեն, որտեղ նստեն, պետք է նոր հավ գնեմ, կամ ջութ, կամ արդեն պատրաստիկ զուացող հավ, որպես ջութ առնում բերում են որպես հավ, մեծանում դառնում են պիտուխ, ակլոր, արդեն ինկուբատորի այդ ճտերն է, որ դուրս են եկել, կեսը ակլոր է, դա բարբային նայք, ստեղ եկա, բայց արդեն դախացել է, նայք, մենք իրանից ասում ենք փիփերտ, դախացել է, գնացինք, գնանք տուն, սկեսուրանցս ճանապարհ ենք Ստավրապոլ, գնում են մորքուրանց տուն, քանի որ մորքուրի ծնունդն է եղել, մորքուրը այդ օր աշխատանքի ա եղել,
Այսօր են գնում կարտոֆիլներ վերցնեմ ու գնանք։ Արդեն կարտոֆիլը ծլում է։ Դեռ տեն ստակա։ Աղջիկիկ ջան։ Պետք է գամ։ Նո, ուտելու կարտոֆիլը ծլահան չեմ անի, բայց սերմինը պետք է ծլահան անեմ։ Որ շուտ չթորմոշեն էլի, ես հա ցուրտ ընկնի նոր, որ նորից չծաղկի։ Սա ճուտիկներին ցույց տա։ Շատ է հարցնում Աննա ջան։ Ինչ եղան ձեր ճուտերը։ Լավն էին պատրի թե ոչ։ Ուտում խմում իրանց համար պարկում են։ Ուղղակի որ մենք ինձ թվում է ձուն առել ենք, շատ հին ա եղել կամ էլ սառնարանի ա եղել։ Դե ասում ա այդ ինկուբատրիցուն ընդհանրապես սառնարան սառտեղ չեն պահում։ Կեսա ախտորը։ Ստեղից դուրս են գալի։ Սենց անեմ, որ հանկարծ չվարվեն։ Աղջիկներս, քանի որ Աննայանք սկեսուրս գնում են մորքուր անցնում, դե գիտեք, արդեն ասել եմ մորքուրի ծնունդներ, այստեղ նվերներ կա, արագ-արագ ձեզ ցույց տամ ու նոր իրանց ճանապարհեմ։ Այս Աննայի նվերն է։ Բարև ձեզ։ Ես սիրուն։ Ինչպես որ Գյորգին է ինձ համար նվեր առել, դե այստեղ արդեն ծյոկյայի համար է։ Սիրտա լուսավառում կաղա մի հատ վառենք, կհասցնենք վառենք։ Հլա ման մի հատ դու միացրու, միջև մամայի նվերն է ցույց տամ։ Իմ նվերս արդեն տեսել եք, էլ կարիք չկա։ Ես ես կեսուրս առ, ինչ է սիրուն եք ծոլի, հետո ոնց պետք է ծալեմ։ Այսպես գեղեցիկ բլուզ սկեսուրս է գնել իր քույրիկի համար, նայեք այսպես, սիրուն, ճաշակով։ Կարևոր այս տակի հատվածը ռեզին չի, էլի քիփ չի, ազատ մորքուրը կհակնի։ Իմ առած կանաչ է, մամային սենց սիրուն վարդագույն։ Լուսը վարի Մարիա, որ ես լույսը տենանք։ Կարող է ես թարս տալի։ Այն կոմից պետք է գույները փոխես։ Спасибо за теплый и доброты, спасибо за любви, твоя без края, спасибо, что ты съесть, моя родная, любимая тетя, я тебя люблю. Ահա, շատ սիրուն է։ Սոփոչկային նայեք։ Ուր ես գնում։ Տատիկի տուն ես գնում։ Հա։ Հիմա տեսեք ինչ սիրուն է։ Այս մեկն է, այս մյուսն է։ Հիմա մնում է այս հատվածի բանտիկները պատրաստենք։ Այսպես։ Գիտեք արդեն ինչպես են պատրաստում։ Ըստ ճաշակի, ինչպես որ կարողանում եք, նույնիսկ այսպես կարող ենք, քանի որ ես այսպես, ահա, սիրուն բանտիկ ենք անում, դիզայներության հետ բավականին սերուն եմ ու շատ մոտիկ եմ, այսպես, ոնց ասեմ, նայում եմ իրեն ինչ ձև է սազում, ինչ ձև գեղեցիկ կլինի, հենց այդ ձև էլ հավաքում եմ։ Այսօր մի փոքր այսպես ավելի այսպես պետք է սիրունացնեմ, այնպես որ հիմա կտեսնեք եւ կգնահատեք։ Այս էլ իմ ղայսնախն է։ Իդեպ կարողանում եմ գործել,
մակրամե, գոբելեն, ասեղնագործություն, այդ ամեն ինչի մեջ ես մտել եւ դուրս եմ եկել։ Կարելի ասել հիմա արդեն 10-12 տարի չեմ զբաղվել ասեղնագործությամբ, ղայսնագործությամբ, գոբելենով, մակրամեով, բայց ամեն դեպքում անցել եմ այդ դասերը եւ ընդամենը 1-2 դասի մասնակցեմ, նորից նույն ձև, նույն ակտիվությամբ կարող եմ առաջ գնալ։ Անենց են ջղան, վախենում ես։ Բա աղջիկեք ջան, հիմա սպասում ենք տաքանա մեր կլեն, այստեղ ինչ ունեմ, ինչ ասես հավաքել եմ դիզայների համար, տակ, ստեղ լենտեր ունեմ ավելացած, ես բնականաբար կօգտագործենք, չենք փչացնի, հիմա բանտիկը հավաքում ենք ու անցնում գործի, փոքր մկրատ պարտադիր է, բայց նախ քարերն ամեզան լավը, դրեցի են քարերը, թե չեմ բեր, Էրիկ ջան, ես որ չեմ բերել, բայց կլեն արդեն տաքանում է, ես ծեր ենք անում, բանտիկ ենք անում սիրուն, այս ծև, ու սիրուն կտրում, հետո կտրելուց հետո որ արդեն կտրում ես, ավտոմատ գեղեցիկ տեսքը գալիս ես, ու ընենց ենք կպցնում, որ կլեն ընդհարապես չերևա, շատ նուրբ աշխատանք ենք կատարելու ու շատ զգուշորեն, որպեսզի շատ սիրուն լինի, որովհետև եթե այս լենթը փչացավ, այս ձև լավ չկպով, մի հատ էլ այս կողմ կանենք, ոչինչ չենք խառնվում իրար, ուղղակի չեմ ուզում շատ կոպիտ լինի, էլի, շատ նուրբ եմ ուզում լինի, որ գեղեցիկ, Էրիկ, մի հատ բալես իմ սենյակից են քարերով ցելոֆանը բեր, էլի, Потому там есть очень много бусинок. հա բալես, հիմա, այստեղ աշխատում է մեր ֆանտազիան, ինչ կարելի է անել, որ ավելի սիրուն լինի, վերցնում ենք սենց փոքր քարա, կպցնում ենք այստեղ և մի հատ քար էլ այս քարի վրա ենք կպցնում, նայեք, արդեն ինքը սիրուն է, մի հատ է փոքր քար ենք կպցնում և վերջ, այս գույնի քար ենք կպցնելու, բայց քանի դեռ մենք կլեուն ենք միացրած, ապարատը աշխատում է, պետք է արագ, ես արդեն չի լինի, շատ արագ ենք աշխատում աղջիկեք ջան, բայց կարևոր ասմա գեղեցկությունը զոհեր է պահանջում, հիմա իմենա, մոտներս պարեցես կլեն, եթե ինձ հետևեք, հաճան, իսկապես, հա բորես, մալադյետ, սաղ կերար, ապրես, իսակամ քո հակուսներն է հարթուկ են, ես, տունը չես, Մակապարտեզ ես,
ես եմ գոնում։ Տատիկը։ Հա։ Սիվիչկա։ Տատի պատոյ։ Մի մայք, մի իդամ տատի։ Դա։ Շում եք մուն հատեր քրիստինիկ։ Իրոդաս, ապատանաս տուն։ Մու։ What's this? Շատ սիրուն աղավ աղջիկեք ջան։ Mom, is it Gaga? Հա։ Շատ տաքածեր չտաս, մատներդ կվարվի։ Ինչպես որ մամայի մատները վարվեց։ Yes? Հա, հիմա մտածում եմ, Moo. ինչ անեմ, որ Mother, ավելի սիրուն լինի։ mother, tini. Mamai. Ma. Ինչ խորհուրդ կտակ աղջիկեք ջան, ես ձև հենց սիրուն սարքեմ, թե Էլինա։ Ja. Ես ուզում դուրը փակես։ Որ մամա ինչ խանգարեք։ Հա։ Ինչ ճուտերը երկու րոպե չեն նստում, այ ժողովուրդ ջան։ Արդեն կսկսեմ ծաղկամաններ պատրաստել։ Ուզում եմ հարմար թել գտնել, ոնց որ ընկեր Ասելյանս էր բերում դպրոց։ Հիմա կարծեմ մահացել է, եթե չեմ սխալվում, մահացել է իմ աշխատանքի դասատուն։ Եվ որ ամեն անգամ այդ իմ ծաղկամանները, հեռախոսի ամանները վազի, որ պատրաստում եմ, միշտ աշկիս առջև ընկեր Ասելյանս է գալիս, դե ինչ ժամանակ տարիքով մեծ էր, դե հիմա պատկերացնեմ արդեն ինձ թվում է մահացել է։ Միշտ հիշում եմ այդ իմ դպրոցական տարիները։ Աշխատանքի ժամին ինչպես էինք աշխատում։ Ու մեր աշխատանքի սենյակը, աղջիկ ջան, դասարանը, կամ կոմոդ նստեմ։ Ինչ եկավ։ Ջան եկավ։ Ու մեր աշխատանքի սենյակը, դասարանը, հա, այդ իր ձեռքի պատրաստած վարակույրն էր, իր ձեռքի պատրաստած ծաղկամաններն էր, որ նայում հիանում էիր։ Հա, բալես։ Ալյո։ Եվ վերջ աղջիկներ ջան, վերջնական տեսքը արդեն պատրաստ է։ Այս սրանից էլ նուրբ չի լինում, շատ նուրբ է, շատ գեղեցիկ, ստեղ նայք, առավոտը ավելի այսպես լուսավորության մեջ ցույց կտամ, տեսեք, այսպես, դե ինչ աղջիկեք ջան, խոհանոցս հավաքեմ, մաքրեմ, ամբողջը կլեի մեջը։ Եթե վերջացնեմ շատ շուտ մի հատ սուրճ կխմենք, իսկ եթե ոչ, այսքանով կսահմանափակենք, առավոտյան կմիանամ ձեզ։